Շնորհակալություն պարոն Գալստյան զեկույցի համար։ Ես այսպես մի հարց եմ ուզում տալ, որը բազմիցս քննարկել ենք, դուք էլ պատասխանել եք այդ հարցին այս տարիների ընթացքում շատ, բայց քարոզարշավի ժամանակ էլ էլի շատ քաղաքացիներ մոտենում էին եւ հետաքրքրվում էին, արդյոք վարկավորման տոկոսները նվազելու միտում ունեն կամ կարող են մեր քաղաքացիները հույս ունենալ եւ ինչով է պայմանավորված այդքան բարձր տոկոսը, որը շատ այլ երկրներում հնարավոր է վարկեր վերցնել շատ ավելի ցածր տոկոսներով, կխնդրեի, որպեսզի այս հարցին պատասխանեիք, շնորհակալություն։ Ես կմնամ իմ թեզի շրջանակներում ու կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է վերցնել վարկեր շատ ավելի ցածր տոկոսներով, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տոկոսները ես կարծում եմ համահունչ են այն ռիսկի պրոֆիլին, որը երկիրը ունի եւ բնականաբար տնտեսվարող սուբյեկտները եւ քաղաքացիները իրենց պրոֆիլից ելնելով ստանում են այն վարկային առաջարկները, որը իրենց տալիս են բանկերը կամ վարկային կազմակերպությունները։ Ես մանրամասն նայել եմ, քանի որ մենք վերջում նաեւ մեծ ծրագիր արեցինք եւ դրական վարկային եւ հարկային պարտավորություններ իրականացնող մեր փոքր ու միջին բիզնեսներին օժանդակության ծրագիր արեցինք մայիս ամսից սկսած, որոնց համար վարկերի տոկոսները որոշակիորեն նվազեց։ Մենք ունենք փոքր եւ միջին ընկերություններ, որոնք հայկական դրամով վարկ են վերցնում 11%-ով։ Արդյոք դա ցածր է կամ արդյոք դա բարձր է։ Ես կարծում եմ, որ բացարձակ բարձր չի, բայց միևնույն ժամանակ ունենք փոքր ու միջին ընկերություններ, որոնք որ չեն ունեցել կարգապահություն կամ չունեն այն ծրագրերը, որոնք հրապուրիչ են բանկերի համար, ու այդ տիպի ընկերությունները ստանում են վարկ 19%-ով։ Այսինքն շուկան բազմազան է, մրցակցություն կա, ինչ վերաբերում է գլոբալ ընդհանուր համաշխարհային տենդենսներին, ապա տոկոսադրույքները աշխարհում աճում են։ Անցած 5 շաբթի օրը Եվրոպական կենտրոնական բանկը տոկոսադրույքը սկսեց բարձրացնել, ու ստեղծված իրավիճակում, երբ որ ինֆլյացիան դարել է, գնաճը դարել է խնդիր համաշխարհային տնտեսության համար, շատ հավանական է, որ համաշխարհային կենտրոնական բանկերը, ներառյալ Ամերիկայի Fed Reserve-ը, որը սահմանում է աշխարհի բենչմարքը, նորից կունենանք տոկոսադրույքների որոշակի աճ։ Արձագանք։ Շնորհակալություն, բիզնեսի մասով իհարկե ես համաձայն եմ, բայց խոսքս վերաբերում էր ավելի շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անհատներին, որոնք հիպոթեկային վարկավորման համար են դիմում, որոնք ուզում են ընդլայնվել, ուզում են առանձին ապրել, ընտանիքներ ստեղծել, իրենց կենցաղ ունենալ եւ այս դեպքում իրոք համեմատության մեջ համենայն դեպս Եվրոպայի մի շարք երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակարան ձեռք բերելու վարկավորման տոկոսները այնուամենայնիվ մրցակցային չեն։ Ես խոսքս ավելի շատ վերաբերում է հիպոթեկային վարկավորմանը, թեկուզ սպառողական վարկերին, որոնք էլի անհրաժեշտության դեպքում ոչ թե բիզնեսը, այլ քաղաքացին անհատը դրա կարիքը ունի եւ իրոք տոկոսները այս դեպքում միևնույն է բոլորին շատ բարձր են թվում։ Պարզաբանումս կխնդրեի բարձր պարզաբանումը այս հարցում։ Շնորհակալություն դիտարկման համար։ Հայաստանի պետությունը շուկայից 10 տարանոց պարտքը վերցնում է 8 գերազանցող տոկոսով։ Պետությունը, սուվերենը, որի վրա կառուցվում են արդեն բոլոր մյուս տոկոսները։ Եթե սուվերենը պարտքը վերցնում է 8-ից բարձր տոկոսով դրամային պարտավորությունների համար, բնականաբար անհատը, որը վերցնում է 20 տարանոց հիպոթեկային վարկ, պիտի վճարի ավելի բարձր գումար այդ հիպոթեկային վարկի համար։ Մեր մոտ այսօր տոկոսադրույքները 12.5-ի կարգի է, ինչը եթե պետությունը վերցնում է 8% կամ 8.5%, 12.5-ը անհատի համար ենթադրում եմ, որ խելամիտ տոկոսադրույք է։